Արտին Սարոկյան, այ նույն վկաները պարբերաբար, այսպես ասած, մենք լսում ենք, որ հրավիրվում են ու հաջորդ հերթական նիստին հայտարարում է, որ չի ստացվել, չեն գտել, չեն հայտնաբերել, ինչի մասին է խոսքը։ Այսպես է, երբ որ քննչականն է կանչում եւ սա քաղաքական հետապնդում է, ապա անմիջապես վկաները գիտեն քննչականի տեղը, մեծ սիրով գնում են, հարցաքննվում են, մի հատ էլ ազգային անվտանգության ծառայություն դիմումներ են տալիս, հենց հարցը պետքա արդեն լինի հակընդդեմ հարցման իրավունքին եւ մեզ պետքա բախվեն, վկաները զբաղված են։ Օրինակ Արգիշ Տիքիարամյանը այնքան զբաղված է, որ ամենավերջում է այցելելու, ինքը արտոնյալ պայմաններով վկա է, որը եվրոպական դատարանի չափանիշներով առհասարակ անթույլատրելի է խտրական վերաբերմունքը այդ մասով։ Սա մի բանի մասին է, հարգելիներս, ով գալիս է, անդադ նույն բանն է կրկնում։ Մեզ հարցրել են քաղաքացիությունից։ Մենք Փաստորեն Իսագուլյանն ասում է ապօրինի անձնագրեր ադրբեջանցիներին, այս մարդիկ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանան, ասում են մեզ ընդհանրապես հարցրել են կարգը։ Եկեք իրազեկենք մեր քննչականներին, որ քաղաքացիություն ստանալու կարգը Արլիսում արդեն տեղադրված է։ Այսինքն դատարաններում դա առհասարակ տարածել անհրաժեշտություն չուներ։ Այսինքն ժամավաճառությամբ են զբաղված, դատական նիստերը ըստ էության չեն ընթանում։ Չէ, դատական նիստերի հետ չի հարցը։ Հարցը վերաբերում էր նրան, որ Իսագուլյանին պետքա մեկուսացնեին շատ արագ, եթե հիշում եք ինչ էր կատարվում, որովհետև Իսագուլյանը ինչ խոսում է, փաստերով է խոսում եւ հանրությունը շատ ուշադիր լսում է։ Այդ ընթացքում փորձեցին մեկուսացնել, բայց ինձ թվում է ամուր պաշտպանությունը եւ որոշակի դատավորների չհանձնվելը, ծնկի չգալը ապօրինության դեմ, այսօր բերեց նրան, որ Իսագուլյանը ազատության մեջ է։ Գիտեք, ինձ համար տարօրինակ է, ինչի են բոլոր անձնագրայինների, բաժների պետերին ես հարց տվեցի, չէ, ինչ կապ ունեք դուք, մարդը ասեց, ես չեմ հասկանում, թե ես ինչ կապ ունեմ։ Խոսքը ապօրինի անձնագրերի մասին է, այսինքն անօրինական, կեղծ անձնագրերի մասին։ Այդ առաջին։ Երկրորդ կա վկա, որը հրապարակեց տեսանյութ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիր առանց ստորագրության։ Տեսեք, այդ ժամանակ գրոհ եղել էր, 6 ամիս անցել էր կառավարության վրա գրոհից, հա, իրանք ասեցին այն ժամանակ իբրև թե ինչ-որ մեկը ինչ կապ, ինչ գործ ունի, օծանելիքը, որ գողացել են, բայց դիվանագիտական անձնագիր, այսինքն կան տենց, իհարկե, այդ վաղտ Անդրանիկը արդեն Ղազախստանում էր, չէր կարող լինել Հայաստանում, որ այդ անձնագիրը գողանար եւ այլ, աբսուրդ, երբ որ կանչեն Անդրանիկ Հովհաննիսյանը պարտավոր է դատարանը կանչել եւ հարցաքննել Որտեղից այդ անձնագիրը, ոնց է հայտնվել Անդրանիկ Հովհաննիսյանը, ոնց է նա առել, եւս 8 հատ ուրիշ անձնագիր։ Գիտեք, այս մարդիկ են հայկական անձնագրեր, այո, հայ Հիմա կարող Հայաստանում է, Վրաստանում է, Չինաստանում է, Ուզբեկստանում է, դա կարևորը այդ չէ, մարդիկ չեն հասկանում, կեղծ անձնագիր։ Եվ ինչու Արգիշտի Քյարամյան, այդ բոլորը մտածում են, Արգիշտի Քյարամյանը նշանակում է անձնագրայինների պետերի թե ոչ։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենը Արգիշտի Քյարամյանն էր։ Ես միշտ ասել եմ, չի կարելի ոչ պրոֆեսիոնալին, ոչ արհեստավարժին նշանակել են ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Այդ կարգի խնդիրներ, եթե ի հայտ են գալի, այո, դրա մեղավորը բացառապես եւ միակ ազգային անվտանգության ծառայությունն է։ Ծառայությունն էլ խորհրդանշում է տնօրենին։ Ոչ մեկը չի հասկանում, կամ չի ուզում հարցնել։ Պարոն Իսագուլյան, ինչու հենց Քյարամյանը։ Որտեւ այդ ժամանակ տնօրենը ազգային անվտանգության ծառայության տնօրենը Քյարամյան Արգիշտին էր։ Դերերի մասին չմոռանալ։ Հա, վերահսկողություն։ Վերահսկողություն։ Հիմա որտեղ է տպվում հայկանը։ Մի ժամանակ ասում էին Գերմանիա է տպվում։ Հիմա պարզվում է որ Հայաստանում է տպվում։ Եթե Հայաստանում կա ինչ-որ սարքավորում, որ տպվում է հայկական անձնագրեր, ուրեմն նշանակում է աշխարհի առնվազն 100 երկրում նման անձնագիր կարող են տպել։ Իրանց դա չի հետաքրում, որ խոսքը գնում է ապօրինի կեղծ անձնագրերի մասին։ Կանչել են անձնագրայինի պետին, ասում են քաղաքացիություն ոնց են շնորհում։ Չգիտեմ, ես քերուս կնգան կհարցնեմ, թե ոնց են շնորհում քաղաքացիություն քերուս կնգան, օրինակ ոնց են շնորհել։ Գիտեք, աբսուրդ է դրա համար, երբ որ ես հարցը տվեցի այս անձնագրայինի պետին, իմաստը դա էր, որ ինչի են այս մարդկանց իզուր տեղը կանչել, որպեսզի ստեղծեն, թե ինչքան վկաններ են հարցակննել, ինչ ծանր գործ է, եկեք այս մեքենային չխանգարենք, ինչքան ծանր գործ է եւ այլ, գիտեք, աբսուրդ է, չի կարելի։ Հիմա Չուքազյանին կանչում են։
Ես Ջուկասյանի ազգանուն անունը չեմ տվել։ Կանչում են լրագրողին, դնել ոչ այն լրագրողին, որը մասնակցել է այդ ասուլիսում, ասում են Իսագուլյանը, որ ասել է Չուքազյան։ Չուքազյան, այո, տես մարդ կա Ամերիկայում։ Արդյոք ինքը նկատի ունեցել Գարեգին Չուքազյանին։ Լրագրողն ասել ես ինչ իմանամ է նկատի ունեցել։ Նախ ես ներկա չեմ եղել, հետո չգիտեմ։ Մենակ ինչ իմաստ ունի Չուքազյանին կա այդ մարդը Դավին անտեղյակ, ցավին անտարբեր, հա։ Հիմա ասա ինչ գիտեմ, ինչ դրվագով են կանչել, ասա ինչ են կանչել։ Դա այդ ես Սանասարյանի հետ կապ։ հա, ես դատվել եմ այդ մարդու հետ խաղացով եւ այդ դատը մենք շահել ենք։ Հիմա ինչ բերենք ամբողջ դատական գործը դնենք դատարանում ասենք հեսա նայեք այն ինչ որ ասել ենք իրականությանը համապատասխանում է։ Դրա համար իհարկե ես շատ ուրախ եմ որ դատարանը շատ հստակ այդ բոլոր հարցերը ուղղում է եւ այդ հարցերի պատասխանները կարծում եմ նաեւ կառաջացնեն այն տպավորությունը դատարանի մեծ օբյեկտիվ որ այս ամեն ինչ եղել է Սարքովի մենակ մի բանի համար որպեսզի Գառնիկ Սամվելի Իսահակյանը լրի եւ այլևս քաղաքական գործնեությամբ կամ քաղաքական հայտարարություններ չանի կամ բացահայտումներ չանի ուրիշ ոչինչ